Խաղաղություն ձեզ սիրելի եղբայրներ, քուրեր, եկեք եւս մեկ անգամ ասենք Փառք մեր Տիրոջը։ Ես ուզում եմ կարդալ Մարկոսի ավետարանից 3-րդ գլուխ 28 խոսքը։ Մարկոսի ավետարան 3-րդ գլուխ 28 խոսքը։ Ճշմարիտ կսեմ ձեզի, որ ամեն մեղքերը պիտի ներվին մարդոց որդիներուն, եւ հայհոյությունները, որ չա որ հայհոյեն, բայց ով որ հոգուն սրբո դեմ հայհոյե, հավիտյան թողություն պիտի չունենա, հապա հավիտենական դատաստանի պարտավոր պիտի լա։ Վասի կսեին, թե պիղծ ոգի կա անոր ներսիդին։ Ուրեմն, սիրելի եղբայրներ, քույրեր, այստեղ մենք տեսնում ենք, որ հենց անձամբ Հիսուսն է ասում, որ ճշմարիտ եմ ասում ձեզ, ամեն մեղքերը կներվի, ինչ մեղք, որ ուզում ա գործածել ես, բացի մի մեղքից, Սուրբ Հոգու դեմ հայհոյություններից։ Հիմա մեզ համար կարևոր է հասկանալ, ինչու՞մն է բանը, այս խոսքի իմաստը ինչու՞մն է։ Եղբայրներ, քույրեր, շատ անգամ հավատացյալը կասկածում է իր մեղքերի թողության վրա։ Արդյոք կթողվի իր մեղքերը։ Այդ կարող է մտածի, որ այսքան մեղքերը Աստված միգուցե ների, բայց ես մի մեղքը հատկապես միգուցե չների։ Մի մեղք, որը կարող է իր սիրտը շատ ախոցել, մտածում է ինչպես կարող է Աստված այս մեղքը ների։ Եվ այդ պատճառով ընկնում է սատանայի որոգայթի մեջ։ Դրանից հետո հուսահատվում է եւ հոգեվորապես ավելի ու ավելի է թուլանում։ Այսինքն, երբ որ դու կասկածում ես, որ Աստված կարող է ներել քո այդ մեղքը, դու հետզհետե գնալով թուլանում ես, սատանայի որոգայթից բռնվում ես։ Բայց երբ լուսավորվում է Աստծո խոսքով մարդը, հավատացյալ երբ որ լուսավորվում է, նրան ուրեմն հիշեցվում է առաջի Հովանու 5:10, առաջի Հովանու 5:10 համարը, որ ես ուզում եմ կարդալ։ Ավելի շուտ 9-ից կարդամ։ Եթե մարդոց վկայությունը կընդունենք, Աստծո վկայությունն ավելի մեծ է։ Վասի ասիկա է Աստծո վկայությունը, որ իր որդու համար վկայեց։ Ան որ Աստծո որդուն կհավատա, վկայություն իր մեջ ունի։ Ան որ Աստծուն չհավատար, ստախոս կներ զանիկա, վասի չհավատար այն վկայությանը, որ Աստված իր որդու համար վկայեց։ Ուրեմն ասում ան որ Աստծուն չհավատա, Աստծուն ինչ անում, ստախոս անում։ Ուրեմն եթե դու Աստծո խոսքին չես հավատում, որ Աստված կարող է քո բոլոր մեղքերը ներել, բացի Սուրբ Հոգու դեմ հայհոյությունից, դու Աստծուն ստախոս ես անում։ Սա շատ ավելի մեծ մեղք է, քան այն մեղքը, որ դու գործել ես, երբ որ դու Աստծուն համարում ես ստախոս։ Եղբայրներ, քույրեր, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ ինչ մեղքերը, որ մենք կյանքում գործած լինենք, բոլոր դեպքերում այդ մեղքը ներելու, Աստծո կողմից ներելու հնարավորություն կա։ Հիմա հարց առաջանում, բա ոնց ասենք, այն մեղքը գործեցինք, հենց այնպես Աստված ներում է մեր մեղքերը, թե ինչ-որ պայման կա, ինչ-որ բան կա, որի պատճառով մենք հասկանում ենք, որ Աստված ներել է մեզ։ Սիրելիներս, եթե մենք խոստովանում ենք մեղքերից, առաջի Հովանու 5:9, առաջի Հովանու ներողություն, առաջի գլուխ 9-րդ խոսքը կարդանք։ Առաջի Հովանու առաջի գլուխ 9-րդ խոսքը։ Եթե խոստովանենք մեղքերից, հավատարիմ ու արդար անիկա մեր մեղքերուն թողություն տալու եւ մեզ բոլոր անիրավությունից սրբելու։ Ուրեմն եթե խոստովանենք մեղքերից, հավատարիմ ու արդար է անիկա մեր մեղքերուն թողություն տալու։ Ինչի ասում արդար է։ Այսինքն եթե մենք խոստովանում ենք մեր մեղքերը,
Ուրեմն արդարություն չի, որ Աստված չների։ Արդարությունն է նա, որ Աստված ներում աներ մեղքերը։ Հիմա սիրելիներս, հիմա հարց առաջանում, ինչպես է ներվում, կամ ինչպես չի ներվում, եւ ինչը չի ներվում։ Նախ հիշեցնենք Հռոմեացիս 5-րդ գլուխ 20 խոսքը։ Ինչպես է ասում այնտեղ, հիշում եք։ Արդ որչափ շատ եղավ մեղքը, անչափ ավելի շատ եղավ շնորհքը։ Շնորհքը ծածկում է մեղքը, ավելի զորավոր է, քան թե մեղքը։ Բայց մենք չենք կարող, ասենք այդպես, մեղք գործած հանգիստ մնանք, որովհետև մեղքը մեզ ինչ անում։ Մեղքը մեր ոսկորները կոպիտ ասած կրծում է։ Մենք ինչքան էլ մենք փորձենք մեզ համոզել, որ ներված ենք, բայց բոլոր դեպքերում մեղքը ինչ անում։ Մեղքը մեզ ասում է, որ չէ, դու ներված չես, դու ոսկորները մեզ մենք կարծես թե ծայրահեղության մեջ թուլանում ենք։ Սիրելի եղբայրներ, քույրեր, հրեա ժողովուրդը ժամանակին մենք կարդում ենք Միքիա մարգարության մեջ, իրանք էլ այսպես էին ասում 6-րդ գլուխ 6-րդ համարից։ Նրանք մտածում էին, որ ինչպես պետք է ներվի Աստծո կողմից իրենց մեղքերը։ Այդտեղ է կարդան 6-ից 8 համարները, Միքիա մարգարության 6-րդ գլուխ 6-ից 8 համարները։ Արդյոք Տիրոջը արժև ինչով երթամ ու բարձրալ Աստծո արժև երևնամ։ Արդյոք անոր արժև ողջակեզներով, 1 տարեկան որդերով երթամ։ Արդյոք Տերը հազարավոր խոյերու կամ բյուրավոր յուղի գետերու պիտի հավնի։ Արդյոք իմ հանցանքիս համար իմ անդրանիկս ու հոգուս մեղքին համար որովանից պտուղը տամ։ Վերջում 8-րդ խոսքում պատասխանում է. Քեզի հայտնեց ով մարդը ինչ է աղեկը, ու Տերը քեզ մեն ինչ կպահանջի, բայց միայն իրավունքն էլ, ողորմությունն էլ ու խոնարհությունով քո Աստծո հետ քալել։ Ուրեմն հրեա ժողովուրդը ինչ էր մտածում։ Մտածում էր, որ իր մեղքերի համար ինչ պիտի անի, որ իր մեղքերը ծածկվի, ինչ անի։ Օրինակ, հազարավոր խոյեր, բյուրավոր, ասենք, յուղի գետեր կամ հանցանքի արդյոք անդրանիկն էլ տա, իր առաջնեկը տա արդյոք, միգուցե դա է հնարավոր, անդրանիկը տալով է հնարավոր իրանց մեղքերից ազատվելու։ Եղբայրներ, քույրեր, նրանք կարծես թե Աստծո հետ բան էին կապում, այդպես պայմանագիր էին կապում, կարծում էին, թե Աստծո հետ կարելի է պայմանագիր կապել և մեղքերի ներման համար ինչ-որ բաներ անել իրանց կողմից, ինչ-որ բաներ տալ Աստծուն։ Սրա համար, սիրելի եղբայրներ քույրեր, այս հրեաները չէին նմանվում այն 50-րդ օրվա մարդկանց։ Հիշում եք, երբ Պետրոսը քարոզեց, Պետրոսի քարոզելուց հետո շատերը զղջացին, եկան Պետրոսի և մյուս առաքյալներին ասեցին, այդ մասին կարդում են Գործք առաքելոց 2:37-ով, եկան Պետրոսին և մյուս առաքյալներին ասեցին, երբ որ զղջացին իրանց սրտերի մեջ, որ կյանքի առաջնորդին խաչն են հանել, ասեցին, մարդիկ եղբայրներ, ինչ անենք։ Դե այնտեղ տարբեր մարդիկ էին եկել, ով գիտի ինչ մեղքեր էր գործել, ինչեր էր արել, չէ։ Մարդիկ եղբայրներ, ինչ անենք։ Պետրոսը չասեց, թե գնացեք անդրանիկը զոհեք, գնացեք էս արեք, գնացեք այն արեք, էս գործերն արեք, ինչ ասեց։ Ասեց, ուրեմն ապաշխարեցեք և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով և հոգու պարգևը պիտի ստանաք։ Այսինքն ինչ անենք հարցին, Պետրոսը պատասխանեց, որ ապաշխարեցեք։ Այսինքն Պետրոսը ոչ մի բան չպահանջեց, ոչ մի այդ մարդկանցից ոչ մի բան չուզեց։ Սիրելի եղբայրներ, ընդամենն ասավ ապաշխարեցեք։ Այստեղ մենք տեսնում ենք, որ այս հրեա ժողովուրդը անգամ եթե նայում ես այս գրվածքի մեջ, որ մեր բանի համար ասում է ինչ տանք,
հազարավոր խոյրու կամ յուրավոր յուղի գետերու պիտի համնի, արդյոք մի հանցանքից համարի ամդրանիկս, հոգուս մեղքին համար որոնից պտուղը տամ։ Եթե դրանք քիչ են մի խոսքով, եթե դրանք քիչ են, ապա ինչ է կարծում։ Միգուցե Աբրահամի նման իմ որդին զոհաբերեմ, անդրանիկս տամ, որպեսզի ասենք մեղքերի քավությունը ստանամ։ Կամ երրորդ թագավորաց 3-րդ գլխի 4-րդ խոսքում, երբ որ մենք կարդում ենք Սողոմոնի մասին, ուրեմն երրորդ թագավորաց 3-րդ գլխում ասում է, որ եւ Սողոմոնը Տերը կսիրեր 3-րդ համարից ու իր հորը Դավիթի կանոններով կքարեր, միայն թե բարձր տեղերուց զոհ կմատուցաներ ու խուն կծխեր։ Եվ թագավորը Գաբավոն գնաց, որպեսզի հոն զոհ մատուցաներ, քանզի մեծ բարձր տեղ անիկա էր։ Սողոմոն այն սեղանի վրա 1000 ողջակեզ զոհեց։ Ուրեմն, քանի ողջակեզ 1000 ողջակեզ զոհեց։ Թեպետ մի ողջակեզը բավական էր, բայց Սողոմոնը 1000 ողջակեզ զոհեց։ Նրանք ասում են, միգուցե Սողոմոնի նման մենք էլ այդքան շատ զոհաբերություններ անենք, որպեսզի մեր մեղքերը քավի։ Հետարքի դասերներ, թեպետ Սողոմոնը զոհաբերություն արավ 1000, եւ մարդիկ կարող են մտածեին, որ ասենք միգուցե այդ մասնագետները, տնտեսագետներն ասեին, Սողոմոն, դու դրա տակից դուրս չես գա, 1000 ողջակեզ որ զոհեցիր, բա հետո ինչ ես անելու։ Բայց նույն 3-րդ թագավորաց 8-րդ գլխի մեջ 63 համարում, ուրեմն 8-րդ գլուխ 63 համարում կարդում ենք, թե Սողոմոնը հետո ինչ եղավ։ Ուրեմն 3-րդ թագավորաց 8-րդ գլուխ 63 խոսքում։ Ուրեմն 62-ից կարդամ։ Եվ թագավորը ու բոլոր Իսրայելը անոր հետ Տիրոջը արժեր զոհեր մատուցին։ Եվ Սողոմոն Տիրոջը մատուցած խաղաղության զոհին համար 42000 արչար ու 120000 ոչխար զոհ արավ։ Եվ թագավորը բոլոր Իսրայելի որդիները Տիրոջը տանը նավակաթիքերին։ Ինչքան։ Եթե այն անգամ 1000 էր արել, ուրեմն ինչ էր արել, ավելացել էր։ Ոչ թե Սողոմոնի տնտեսությունը քանդվել էր, այլ ճիշտ հակառակը, եթե 1000 էր արել, այսպես հիմա ասում է 42000 արչար եւ 120000 ոչխար զոհեց։ Տեսնում եք ինչ է նշանակում Աստծո առջև ուղիղ սրտով գալ։ Հիմա սիրելիներս, այսինքն այս հրյա ժողովրդին, որ Միքայի մեջ կարդում ենք, արդյոք մեղքերի համար ինչ անենք։ Բազմաթիվ խոյերի ու զոհեր տանք, թե նրանք սիրելիներս կարծում են, որ ձևական ապաշխարությամբ առանց լուրջ չհասկանալու, գիտակցելու իրենց մեղքը, նրանք փորձում էին իրանց մեղքերը կարծես թե դրանով ներել տալ, բայց նրանք ավելի էին շատացնում մեղքը եւ սպանում էին իրենց խշմտանքը, խանձում էին իրենց խշմտանքը։ Առանց լուրջ ապաշխարության եղբայրներ քուրեր, ամեն մեղք ներվում է, ամեն մեղք, չկա մի մեղք, որ չներվի, բայց պետք է ապաշխարես։ Պետք է զղջաս, հասկանաս, որ դու այդ մեղքը գործել ես։ Քո ներսում պետք է անհանգստություն լինի այդ մեղքից հետո, եւ դրանից հետո զղջաս ու Տիրոջ առաջ գաս։ Ժողովուրդը մտածում էր, որ Աստծուն հաճելի է, որ ասենք ամեն օր ինչ-որ իրանց ծիսական կարգն են կատարում, ծիսական կարգերի մեջ եւ մտածում է, որ դրանով իրանց Աստծուն բավարարում են։ Այսօր մենք շատերն էլ կարող է մտածել, որ մենք գալիս ենք պաշտամունքի, աղոթներ ենք անում, Սուրբ Գիրք ենք կարդում եւ այլն։ Դրանով մեր հարցերը լուծված է։ Ոչ եղբայրներ քուրեր, ոչ եւ ոչ։ Առանց լուրջ ապաշխարության, առանց մեղքի խորապես զղջումի եւ ապաշխարության մեղքերի թողություն չի լինում։ Բայց ինչքան էլ որ դու մեղք գործած լինես, ինչ աստիճանի էլ որ մեղք գործած լինես, բոլոր դեպքերում ինչքան էլ հայհոյած լինես, հիշիր, որ այդ մեղքերը ներվում են։ Եթե դու չհավատաս դրան, ուրեմն Աստծուն ստախոս ես անում։
Եթե դու չես հավատում, որ կարող Աստված քո մեղքերը ներել, այդքան հայհոյություններից, այդքան բաներից հետո, ուրեմն դու Աստծուն համարում ես ստախոս։ Եղբայրներ, քույրեր, բարի գործով ոչ մի մեղք չի կարող ներվել։ Մեղքերի ներումը բարի գործով չի։ Ես հիշում եմ շատ սկզբնական շրջանում եկեղեցու, ասենք, այնպես մի տեսակ բան էր դրված, կարծես օրենքի նման մի բան էր, որ ուշանում է եկեղեցուց, պաշտամունքից, թողներ չմտնի։ Ասենք 5 րոպե էր, թե ինչքան էր 10 րոպե, եթե ուշանում թողներ չմտնի։ Հիմա մեկը կար, ասենք, որ ուշացել էր, որպեսզի իր մեղքերը քավեր գնացել էր լուսավորչական եկեղեցի, որ ինչ-որ չափով իր մեղքը քավություն ունենա։ Ինչ-որ մի բան անի դրա փոխարեն, որ կարողանա մեղքերի թողություն ստանալ։ Սիրելիներս, Եփեսացիս երկրորդ գլուխ 8-ից 9 համաներում կարդում ենք, որ ուրեմն կարդամ այդտեղ ավելի լավ է, թեպետ բոլորս գիտենք, բայց ավելի լավ է ասենք, Եփեսացիս, ուրեմն երկրորդ գլուխ 8-ին Վանսի շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով, եւ այս ոչ թե ձեզմե է, հապա Աստծո պարգևն է, ոչ թե գործերեն, որ մեկը բարձի, բայց մենք անոր ձեռագործն ենք, Քրիստոս Հիսուս ստեղծված բարի գործերու համար, որոնց Աստված առաջունե պատրաստեց մեզ, որպեսզի անոց մեջ քարենք։ Ուրեմն, ինչ ուզում ստեղ ասի, որ մենք ուրեմն շնորհքով ենք փրկված, եւ պատճառը հավատքն է, հավատքը, այսինքն ձրի է փրկությունը, ոչ մի նոխազ, ոչ մի գար, ոչ մի անասուն, ոչ էլ առաջնեք, ինչ էլ որ տաս, մեղքերի թողություն չես ունենա։ Մեղքերի թողությունը միմիայն Աստծո ողորմության, Աստծո շնորհքի հիման վրա է։ Բայց եթե դու հասկանում ես, գիտակցում ես, որ մեղք ես գործել, գիտակցում ես, որ քո ներսում, այսինքն քո ներսում քո խշտվտանքը քեզ հանդիմանում է, այդ ժամանակ է, որ երբ որ դու ապաշխարում ես, զղջում ես Տիրոջ արած, այդ ժամանակ քո գործած ամեն մեղքը ներվում է, ամեն մեղքը, չկա մի մեղք, որ չներվի։ Ուրեմն սիրելիներս, Տիտոս 3-րդ գլուխ 5-րդ խոսքում ասում է, որ ոչ թե արդարության գործերեն, որոնք մենք կրինք, հապա իր ողորմության համար մեզ փրկեց նորեն ծնանալու ավազանի միջոցով ու Սուրբ Հոգին նորոգելով է։ Ուրեմն ոչ թե արդարության գործերեն, որոնք մենք կրինք, հապա իր ողորմության համեմատ մեզ փրկեց, իր ողորմության շնորհիվ մեզ փրկեց, իր սիրո շնորհիվ մեզ փրկեց եւ Սուրբ Հոգով նորոգեց։ Որքան սքանչելի է, սիրելի եղբայրներ, քույրեր, որ մեր Տերը կարող է ներել մեր բոլոր մեղքերը, տալ մեզ հոգու ուրախություն եւ խաղաղություն։ Եղբայրներ, քույրեր, երբ որ ասենք մարդու վրա մի մեծ բեռ է լինում, եւ այդ բեռը, երբ որ վերցվում է, թեթևություն է, չէ՞ զգում։ Շատ անգամ, երբ որ խոստովանում են մարդիկ, ասում են, «Ես թեթևություն զգացի»։ Երբ որ հավատում են, որ բեռը վերցվեց, թեթևություն են զգում։ Հիմա հարց, ինչը չի ներվում։ Այդ որ մեղքն է, որ չի ներվում։ Ուրեմն, այստեղ ասվում է, որ Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը չի ներվում։ Իսկ ինչ բան է Սուրբ Հոգու հայհոյություն։ Նորերի մոտ, հատկապես նոր հավատացյալների մոտ, երբեմն ինչ է լինում։ Երբեմն իրաց մտքում հայհոյություններ է գալիս Աստծո դեմ։ Եվ մտածում են, որ դա Սուրբ Հոգու դեմ հայհոյություն է։ Ոչ, եղբայրներ, քույրեր, Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը մեզ կասեմ ինչ է նշանակում։ Ուրեմն նախ կարդանք Եբրայեցիս 6-րդ գլխի մեջ, Եբրայեցիս 6-րդ գլուխ, ուրեմն 6-րդ համարից։ Ուստի Քրիստոսի վրայով առաջին սովորելիքները ձգելով կատարյալին գանք, առանց նորեն հիմ ձգելու, մեռած գործերեն ապաշխարելու ու առ Աստված հավատ ունենալու։ Եվ մկրտություններում վարդապետության ու ձեռք տնելու եւ մեռելների հարության ու հավիտենական դատաստանին։
Եվ զաս պիտի նենք, եթե Աստված հրաման տա, բացի անհնար է մեկ անգամ լուսավորվածներին, որոնք երկրավոր պարգևին համ առին ու հոգու սրբով հաղորդ եղան, եւ Աստծո բարի խոսքին ու գալու աշխարհի զորություններուն համ առին, եթե ինան նորեն ապաշխարությունով նորոգվիլ, որտեղ կրկին Աստծո որդին խաչի կհանեն, իրենց անձին ու կխատարակեն։ Վանսի այն երկիրը, որ իր վրա շատ անգամ եկած անձրևը կխմե եւ արդյուն կբերե, պիտանի անոնց, որոնց համար կմշակվի Աստծո օրհնություն կընդունի, բայց ան, որ փուշերի ու տատասներ կբերե, անպիտան է ու անեսքի մոտ, եւ անոր վերջը այրվի։ Հիմա ես փորձեմ ասել, թե ինչ է նշանակում Սուրբ Հոգու դեմ հայհոյություն։ Այստեղ մենք կարդացինք, որ եթե ճշմարտության գիտությունը ընդունելուց հետո կամավոր մեղք գործենք, կամավոր մեղք, եւ դրա համար ուրիշ թողություն չկա։ Նախ ասենք ինչ է նշանակում կամավոր մեղք, կամավ մեղք։ Կամավոր մեղքը ինչ չի, որ դու գիտես, որ մեղք է ու անում ես, շատերը մտածում են, ես գիտեմ մեղք է ու անում եմ, ուրեմն սա կամավոր մեղք է։ Ոչ, դա կամավոր մեղք չի։ Օրինակ, եթե դու գիտես ծխելը մեղք է, ու ծխում ես, ուզում ես ծխելուց ազատվես, բայց չես կարողանում, բայց գիտես, որ մեղք է ու անում ես։ Հիմա նշանակում է քեզ փրկություն չկա։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Կամավոր մեղք չի նշանակում, եթե դու գիտես, որ մեղք է ու անում ես, դրա համար այլևս քեզ փրկություն չկա։ Ոչ։ Կամավոր մեղքը գիտեք որն է։ Ես որպեսզի սա լավ հասկանաք, մի հատ հրեայի օրինակով բացատրենք։ Ասենք մի հրեա, որ իր մեղքերի համար ինչ էր անում։ Զոհաբերություններ էր անում, այն ժամանակ մեղքերը ներվում էր զոհերով, չէ, եթե մի մեղք էր գործել, տաների զոհ անեիր, եւ քահանային խոստովաների մեղքը, այդ քահանան պետքա ձեռքը դներ աղոթեր, եւ հետո որից հետո այդ անասունը պետք է մորթվեր։ Երբ որ մորթվում էր, տեսնելով արյունը, այդ մարդը տեսնելով իր մեղքի համար արյուն թափվեց, ուրեմն հանգստություն էր գալիս, որովհետեւ գրված է ուրեմն առանց արյուն թափելու թողություն չլա։ Հիմա տեսեք, հիմա պատկերացնենք այդպիսի հրեան, որ իր մեղքերի համար արյունով տանում էր անասուն եւ մեղքերի թողություն էր ստանում, հիմա ենթադրենք այդ հրեան ապաշխարեց եւ դարձավ Քրիստոսին, ասուն դարձավ։ Ուրեմն ոչ միայն ասուն դարձավ, այլ ունեցավ, ինչպես այստեղ գրված է, լուսավորվեց, Սուրբ Հոգու պարգևին հաղորդ եղավ, Աստծո բարի խոսքին ու գալու աշխարհի զորություններուն համը առավ եւ այլն։ Այսինքն, եթե այդ հրեան այդքան բանից հետո Սուրբ Հոգու պարգևի համն առել, ապաշխարել է եւ այլն, հիմա պատկերացնենք այդ հրեան նորից հետ գնաց։ Նորից թողեց Հիսուսին եւ գնաց իր հին կյանքին։ Քրիստոսի խաչը ոտի տակ առավ եւ գնաց նորից իր հին, այսպես ասած, իր հին ձևով մեղքերի թողություն ստանալ։ Հիմա ինչ է կարծում։ Ինչն էր մեղքերի թողության հիմքը։ Քրիստոսի արյունն էր։ Բայց եթե արյունը դու ոտի տակ ես առնում, մերժում ես Քրիստոսին, այլևս քո համար փրկություն չկա։ Ուրեմն Սուրբ Հոգու դեմ հայհոյություն նշանակում է մեջքով շրջվել դեպի Աստված։ Այսինքն Աստծո դեմ երես դարձնել։ Աստծուն, այսպես ասած, կոպիտ ասած, մերժել Աստծուն եւ ընդունել քո կրոնը։ Մի անգամ, մի 20 տարի առաջ մոտավորապես, չեմ ասում, որ տարածքից ոնց մեկը մեղք էր գործել եւ մտածում էր, որ իրան էլ փրկություն չկա։ Կամավոր մեղք էր գործել։ Նու շնություն չէր արել, բայց դրան նման մի բան։ Եվ հիմա ընկել էր մտածմունքների մեջ։ Այլևս ինձ փրկություն չկա, լավ է ես գնամ, ինչ անեմ, ինքնասպանել եմ, ինչքան շուտ, այնքան լավ։ Սատանն էլ միտք էր տալի, գիտեք, նման մարդիկ, որոնք մտածում են, որ իրաց մեղքին փրկություն չկա, մտածում են, որ ինքնասպան լինեն։ Հիմա այս եղբայրը հանդիպում է եղբայրներին, մեր եղբայրներին, հրարի նախորդ Պավելին, ինձ, այդպես։ Հիմա ասում ենք, եղբայր Շան,
Դասը դες գիտեի որ մեղք ավարել եմ, ուրեմն կամավոր մեղք եմ գործել, ուրեմն ինձ փրկություն չկա։ Ավելի լավ է գնամ ինքնասպանեմ։ Ասում եմ, բայց դու ուզում ես որ մեղք գործեիր։ Չէ։ Երբ որ մենք կարդացինք, ասենք, պարսկերեն թարգմանությունը, ասենք այդ բանի, այդպես էր գրված, որ Սուրբ Հոգու դեմ հայություն, որ Աստծուն երես է դարձնում, բանը մեջք է դարձնում, էլի։ Այսինքն դու հիմա ինչ ես ուզում ասես, դու գիտես որ մեղք է, բայց ինչի համար ես տանջվում։ Եթե դու աշխարհիկ մարդ լինեիր, այդ մեղքից հաճույք կստանար եւ չէր մտածի, բայց դու մտածում ես չէ այդ մեղքի մասին, որ ինչ ա եղել իմ կյանքում։ Ուրեմն դու Աստծուց երես չես թեքել, մտածում ես որ Աստված ուղղակի չի ների քեզ, եթե ես մտածում, բայց երես չես թեքել Աստծուց։ Մի խոսքով շատ այս խոսքեր եղավ, վերջը այդ եղբոր մոտ ուժեղ արթնություն եղավ եւ ինքը բան եղավ, այդպես ուրախացավ, որ ինքը Սուրբ Հոգու դեմ չի հայհոյե եւ այլն։ Ուրեմն սիրելի եղբայրներ քուրեր, Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը նշանակում է մերժել Աստծուն, ուրանալ Աստծուն, Սուրբ Հոգու պարգևներին հաղորդ լինել, երկրինքի համը առնել, որից հետո մեջ դարձնել, ուրանալ Աստծուն։ Այս է Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը։ Այստեղ ոչ մեկը նման մեղք չի գործել եւ չի կարող գործել հավանաբար։ Հիմա հարց եղբայրներ քույր, եթե այստեղ հիմա կան մարդիկ, որոնց մեղքերը տանջում են իրանց, որոնք ունեն մեղք եւ մտածում են, որ իրանց այս մեղքերը կներվի, բայց այս մեկը հատկապես չի ներվի։ Թող մտածեն եւ կարդան Մարկոսի 3-րդ գլուխ 28 համարը։ Ուրեմն, որ չափել մարդու որդու դեմ մեղք գործեն, ինչքան էլ հայհոյեն կներվի, բայց միան երբ որ Սուրբ Հոգու դեմ հայհոյեն այդ մեղքը չի ներվի։ Ուրեմն ուրախացեք, որ դուք այդպիսի Աստված ունեք, ինչպես Գագիկ եղբայր ասեց, Տերը մեր փաստաբանն է, մեր բանում ասած այդ հունարեն ասած պարակլիտոսն է, այսինքն պարակլիտոս, պարա այսինքն զույգ, մեծ հետ գնացողն է։ Ուրեմն հիմա եթե ասենք դատավոր ուզում է մեղադրել, ով է դրան այդ մեղքին պատասխան տալիս։ Դատապաշտպանը, չէ՞։ Դատապաշտպանն է պատասխանում։ Մեր դատապաշտպանը Հիսուսն է, Փառք Տիրոջը։ Իսկ ինքը ասում է, դու որքան էլ մեղք գործես, որքան էլ հայհոյես, ես քո մեղքերը կներեմ, միայն դու ինչ անես, եթե դու դարձի գաս, ապաշխարես, ընդունես, որ դու մեղավոր ես, ոչ թե կրոնական ծածկույթով քեզ ծածկես եւ ասես ես մեղավոր չեմ։ Եղբայրներ քուրեր, երբ որ ուրեմն հրաշ ժողովուրդը հացը կերակրելուց հետո կան Հիսուսի մոտ 6-րդ գլխի մեջ Հովհաննես ավետարան հարցրեցին. ինչ անենք, որ Աստծո գործերը գործենք։ Աստծո գործը գործել, ինչ անենք։ Ինչ ասեց Տերը։ Եվ սա է Աստծո գործը, որ անոր ղրկածին հավատաք։ Ուրեմն եթե մենք հիմա չենք հավատում Հիսուսի խոսքերին, որ ինչքան էլ մեղ գործածել ենք, ինչքան էլ հայհոյած լինենք, ինքը Հիսուսը ասում է, այդ բոլոր քո մեղքերը կներվի, որտեղ ինչքան շատ ես դու մեղ գործել, չէ որ Քրիստոսի շնորհքը ավելի մեծ է։ Միայն մի պայման կա, որ գիտակցես, որ դու մեղավոր ես, հասկանաս, որ մեղավոր ես, գիտակցես եւ սիրտը դեպի Աստծուն ուղղես։ Տերը կօգնի քեզ։ Ամեն։ Եթե հիմա այստեղ ման մարդիկ, որոնք ունեն մեղքեր եւ մտածում են, որ այս մեղքը կասկածում եմ ներված է թե ներված չի, հիմա կանգնենք աղոթենք, թող իրանց սրտի մեջ աղոթեն, ասեն, Տեր, ես հավատում եմ քո խոսքին, որ քո խոսքի մեջ ասում է, որ ինչքան էլ մեղք գործած լինեն, կներվեն, որովհետև դա դու ես ասում։ Իսկ եթե ես չհավատամ, որ կներվեմ, ուրեմն ես քեզ ստախոս եմ համարում։ Վտանգավոր է չհավատալը, քան թե եղբայրներ այդ մեղքը, քան թե մեղքը ծածկել ուրիշ բաների մեջ։ Աղոթենք, կանգնենք աղոթքի։